Դաշտերում դեռ ձյան հաստ շերտ կա, հողն էլ ձնից չի բացվել։ Գարունն ուշանում է, բայց գյուղացին հիմիկվանից պլանավորում է ծախսերը։ Ինչ տեսակի մշակաբույս էլ ընտրի, վարուցանքի համար տեխնիկա գտնելն է դժվար։ Ամեն տարի նույն պատմությունն է, գյուղտեխնիկան չի հերիքում ու հիմնականում անհատների ձեռքին է։ Թե հարևանն ունեցավ կշահեն, իրենց հողի վարուցանքն առաջ կընկնի։ Մի հարևանի Լևոնի։ Ինքը տրակտոր ունի ցանելու, քանդելու, վարելու։ Ծանոթը ո՞րն է, մարդիկ իրանք տեխնիկան առել են, ունին քանի հոգի գործեր կենեն։ Հողը ներդրել են, առել են, գյուղացուն կօգնեն։ Ժամանակակից տեխնիկաներ չկա, դիգե հարց է, էլի։ Չկա, հին է, սովետական միության ժամանակվերի այդ բաներ, տրակտորներն է, կուտաններն է։ Դուկապրես ունենք, շարկացան ունենք, կարտոլ քանդիչ ունենք, ցանիչ ունենք, մշակումները սա կատարում ենք։ Հին է էլի տեխնիկան։ Սամվել Մինասյանի տամբակը գյուղատնտեսական գործիքների ու մեքենաների ավտոպարկի է վերածվել։ 1991 թվականին սեփական աշնորհման ժամանակ կոլխոզ սովխոզի տեխնիկան էժան գներով ձեռք է բերել։ Ամբողջ տարին շահագործում է, գյուղի ու գյուղացու գործերը հին ու տարնապրած տեխնիկայով է առաջ տանում։ Զապճաստը, անվորակ, թանկ, չգիտենք ինչ ժողովրդի հետ վարվենք, ժողովրդին լավ է անի։ Դրանք փոխել, նորերը գնել սեփական միջոցներով դժվար է, նոր տրակտոր վերջերս է գնել լիզինգային ծրագրով։ Գյուղաշխատանքների եռուն սեզոնին գումար է աշխատում, որ տեխնիկայի վարկը փակի։ Հույս ունի, որ այս տարի էլ կկարողանա եւս մեկ տրակտոր ձեռք բերել նույն տարբերակով։ Բայց կայնած է, հների հետ աշխատում եմ, որ մեկը մեկին հասցնեն, օգնության են հասնում էլի մեկը մեկին։ Ինիք խարաբյանը մենիկ եմ քշում, ինիք խարաբյանը մենիկ եմ քշում, հարի իրգունն է կայնում սարքում ենք էլի։ Անհատներից բացի խոշորացված համայնքներում ոչ միայն գյուղտեխնիկայի, նաև կոմունալ ծառայության ավտոպարկը նորացնելու հնարավորությունից օգտվում են տարբեր ծրագրերով։ Մի քանի տարի աջակցության արդյունավետ տարբերակը սուբվենցիոն ծրագրերն էին։ Մեծ մասը պետության, մնացածն էլ համայնքների ֆինանսավորմամբ գույք ու տեխնիկա էին ձեռք բերում։ Այս տարվանից սուբվենցիոն ծրագրի այս բաղադրիչը չի գործում։ Անկախ են հանգամանքից, որ սուբվենցիա չի տրամադրվում 2026 թվականի սուբվենցիոն ծրագրից սկսած, համայնքի կարողությունները ֆինանսական առումով վերջին տարիներին բավականին ավելացել են ու համայնքը, չգիտեմ, օրինակ պետության կառավարության կողմից տրվող դոտացիայի մասով վերջին 4 տարիների ընթացքում շուրջ 300 միլիոն դրամի ավելացում ունենք, սեփական եկամուտների մասով շուրջ 200 միլիոն դրամի ավելացում ունենք, բնական է սրան համամասնորեն ավելանում է նաև բյուջեի ֆոնդային մասը, ինչը թույլ է տալիս ձեռք բերել անհրաժեշտ տեխնիկան սեփական միջոցների հաշվին։ 2022-ից 25 թվականներին սուբվենցիոն ծրագրերով Ախուրյան խոշորացված համայնքի համար գնվել է 8 միավոր տեխնիկա։ Բազմաֆունկցիոնալ մեքենաները համալրել են կոմունալ ծառայության ավտոպարկը։ Գյուղատնտեսական կարիքների համար ձեռք են բերել հողի մշակման տարբեր գործիքներ։ Ավտոպարկի նորացումը համաֆինանսավորման տարբերակով համայնքները կատարում են նաև միջազգային ծրագրերի հաշվին։ Համայնքը բոլոր հնարավորությունները դրամաշնորհային ծրագրերի արդեն շրջանակում բոլոր հնարավորությունները օգտագործել է ու կշարունակի բնական է օգտագործել այս ծրագրերի շրջանակում ձեռք բերել նման սարքավորումներ կամ տեխնիկա։ Վերջերս մի քանի օր առաջ օրինակ գիտեք ագրոդրոն է համայնքը ստացել։ Նոր ագրոդրոնը Ախուրյանի տարածաշրջանի համար է, այն գյուղաշխատանքների ամբողջ սեզոնին պետք է գալու։ Ագրոդրոնը եկել է փոխարինելու մի քանի տեխնիկայի, ցանկատարածքներում միաժամանակ մի քանի գործ է կատարելու։ Գյուղատնտեսության մեջ կարելի ասել, որ նոր խոսք է նման եղանակով դաշտերի մշակումը կամ սրսկումը, բնական է համայնքի բոլոր բնակիչները, որոնք ցանկություն կունենան, համապատասխան ընթացակարգերով կարողանան օգտվել այս ծառայություններից ու բնականաբար իր էֆեկտիվությունը շատ ավելի մեծ է, մասնագետները բազմիցս ասում են, որ իր էֆեկտիվությունը համեմատ ավանդական մեթոդով, սրսկման հետ բավականին մեծ է ու նաև համայնքը այս հնարավորությունը ունի էլի արդեն։ Մեկ ագրոդրոնը կամ մի քանի ունիվերսալ գործիքները չեն բավարարում գյուղտեխնիկայի այն պահանջարկը, որն ունեն բոլոր համայնքները։ Հին տրակտորները, կոմբայները նորերով փոխարինելու խնդիրն ավելի մեծ է նաև այն պատճառով, որ հողագործները ավանդական գյուղատնտեսությունից չեն հրաժարվում։ Վարուցանքի համար այդքան անհրաժեշտ կոմբայներն ու մյուս տեխնիկաները բավական թանկ են, որոնց ձեռքբերման համար պետությունն ուղղորդում է օգտվել լիզինգային ծրագրից, որտեղ փոքր տոկոսով սուբսիդավորմամբ է աջակցում։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։